Րոպեներ առաջ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ավարտվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ Իհարկե, հարազատները, կոլեգաներն ու երկրպագուները նրան ծափահարություններով ու արցունքներով ճանապարհեցին։ Ձեզ ենք ներկայացնում կադրերը առանց մեկնաբանության։ Պարոն Գևորգյան, ինչպիսի դերասան էր Արտաշես Ալեքսյանը եւ ինչպիսի արտիստի կորցրեցինք մենք այսօր։ Եվ առանձնահատկային մարդ, որովհետեւ շատ կարեւոր է թե արվեստագետ ներուց բացի ինչպիսի մարդ է քաղաքացի։ Արտաշես Ալեքսանյանը արտակարգ դերասան էր, տաղանդավոր, մեր հայ կինոյի լավագույն դերասաններից, հոյակապ մարդ տեսակը որպես մարդ, ընկեր, ուսուցիչ, քանի որ իր, եթե չեմ սխալվում, արտիստական ստուդիան, դերասանի վարպետություն, դերասանական խոսք, ամեն ինչ ընդեղ սովորեցնում էին եւ իմ դուստրն էլ հաճախում էր հենց այդտեղ, ու շատ ենք շփվել Արտաշեսի հետ։ Ես շատ եմ ցավում, ափսոսում եմ, որ երևի վատն է, որ արդեն մենք էլ ենք մեծանում ու շատ հաճախակի սկսում ենք այս ցավալի տեքստերը արտասանել մեր ընկերների, մեր հայկական գույների։ Ես միշտ ամեն անգամ ասում եմ, մենք մի շատ կարևոր գույն էլ մեր երկրից, մեր քաղաքից պակասեց։ Նա ինքնուրույն դերասան, ինքնուրույն կերպար, իր մարդկային տեսակը բարձր, որակները բարձր, ինձ համար ինքը շատ լավ ընկեր, շատ լավ մարդ, իսկ որպես դերասան անփոխարինելի։ Իսկ ամենահիշվող կերպարը ո՞րն է եղել, որ ձեր մեջ տպավորվել է տեսել եք։ Բոլորի մեջ տպավորվել էր Գարեգին Նժդե հենց այդ Նժդեի կերպարը կերտելը իր կողմից եւ ոչ միայն, նաեւ հիշողություն ֆիլմ կա, որտեղ ես էի երաժշտությունը գրել եւ ինքը խաղում էր իր դերը այդ ֆիլմի մեջ եւ ֆանտաստիկ էր խաղում, ֆանտաստիկ։ Այդ ֆիլմը դեռ չի ցուցադրվել։ Այդ ֆիլմի երաժշտությունն էլ ես էի արել, դրա համար ֆիլմը լավ գիտեմ ու իր խաղացած կերպարները բոլորը հիանալի են։ Անգամ երբեք խոսել, ինչ է ասել, հիշում եք։ Իր այդ խոսել ենք, վերջի անգամ հանդիպել ենք, երևի մի 2 ամիս, ներողություն, հունիսի 1-ին։ Եվ շատ տպավորված եմ։ Պատառող չէր, բայց առողջական խնդիր ուներ, բողոքում էր առողջությունից, այո։ Ես ավել բան ճիշտ ասած էլ չգիտեմ որ ասեմ։ Պարոն Փահլևանյան, կխնդրեմ դուք նշեք ինչ հետք թողեց Արտաշես Ալեքսանյանը հայ կինոյի, հայ դերասանության ընդհանրապես արտիստի մեջ։ Նախ ցավակցում եմ մեր ազգին այս կորուստի համար, որովհետև Արտաշես Ալեքսանյանը իրականում
շատ մեծ դերասան էր, բոլորիս հուշերում ու սրտերում ինքը Նժդեհի հզոր կերպարով կմնա, բայց նաև ես ու կինս մենք ունեինք անձնական մեր էջերում վիդեոներ, որոնցում ինքը իմ պապայի կերպարում էր միշտ, միջև այդ ես շատ եմ ունեցել առիթներ, թե ընկերություն անելու, թե աշխատելու իր հետ, այդ իր չափերին ոչ մեկ թող չխափնվի, ինքը շատ փխրուն սերտ ունեցող մարդ էր։ Ինչպես եք հիշելու նրան, ինչ դրվագներով, ինչպես կարող եք կիսվել նրա մեզ հետ, նրա հուշերից, ինչ հուշեր ունեք, որ մշտապես ձեզ հետ են լինելու, եւ ուրախ, եւ տխուր, եւ գուցե միասին կինոյում խաղացել եք։ Նայեք, իմ համար Արտաշես Ալեքսանյանը կամքի ուժի, հայրենասիրության, մարդասիրության մեծատառով մարդ էր։ Ես իր հետ շփվելուց շատ բան եմ սովորել ու ինքը ոչ մի վարքյան չէր մտածի այն ինչ գիտի ինքը ասի թե չէ, բոլորին սովորացնում էր, բոլորին օգնում էր, բոլորի հետ անկախ տարիքից ընկերություն էր անում, փոքրերի հետ փոքր էր դառնում, մեծերի հետ մեծ։ Ինքը շատ լավ ընկեր ա եղել թե ճանապարհի, թե սեղանի, թե լավ ընկեր ա եղել իր այն ընկերների հետ համար, ովքեր իրանց կյանքը տվել են հայրենիքին, միշտ եղել ա տղամարդ, հայ, հզոր հայ, ու իրանից շատ բան ունենք սովորելու։ Ու այնպես ա, որ ինքը իր մասին ինչքան խոսանք խոսվում ա, բայց այսքանով ուզում եմ սահմանափակեմ, որովհետև համ հուզված եմ, որովհետև իմ ընկերն էլ էր, ինքը բացի մեծ դերասան, մեծ հայ լինելուց, ու կարող է հուզված ճիշտ չկարողանամ արտահայտվեմ, դրանով այսքանով սահմանափակեմ, ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, շատ սիրեք ձեր ընտանիքը, ձեր կողքի մարդկանց, որովհետև մահը ոչ ոքի չի զգուշացնում, այս մարդն էլ կենսախինդ, ուրախ, լիքը պլաններով, լիքը ծրագրերով լի, առանց պատկերացնելու, որ սենց բան կարա լինի։ Իսկ նշեցիք, որ ամփոփում եք, բայց եթե կարելի է, հա, ինչ ծրագրեր կար, գուցե դուք տեղյակ եք, որ ծրագրեր է ունեցել, բայց կիսատ մնաց։ Գիտեք ոնց, բացի այն պրոյեկտները, որոնցում ներգրավված էր շատ ու շատ, մենք էլ միասին ունեինք արդեն մտածած սցենար, քննարկած սցենար մի քանի վիդեո ռիլերի մեր համար, բայց իրականում իր նպատակները շատ ավելի մեծ են, քան կարելի է ինչ-որ բան ասել։ Ամեն ինչ կապված էր հայրենիքի հետ, ամեն ինչ կապված էր մեր երկրի, հայ տեսակի, ու միշտ էլ ինքը կոչ էր անում, որ բռունցք եղեք հայեր ջան, մեկը մյուսով եղեք, եթե հիմա մեր հետևորդները, մեր հայրենակիցները մտնեն իր Facebook-ի հետ ու մի քիչ հետ գնան, կտեսնեն, թե իրականում ինքը ինչքան ծրագրերի մեջ է եղել ու ինչեր ունի, նույնիսկ գրած ինչեր ունի։ Մեծ ծրագրերի մասին ընտանիքի անդամները խոսեն, ես չեմ ուզում խոսեմ, բայց փաստը մնում է փաստ, որ ամեն ինչ մնաց իր ընկերների, իր հայրենակիցների ուսերին, այն նպատակները, որոնք ինքն էր դրել, այդ արդեն ինքը էլ չի կարող անի, բայց վստահ եմ, որ իր օրհնությունը կմնա մեր ազգի հետ, որովհետև ինքը հայասեր, հայապաշտպան, շատ հզոր տղա է եղել։ Շնորհակալ ենք։ Ձեզ եմ շնորհակալ։